Եվ ինչպես արդեն հաղորդման սկզբում ասել եմ, իմ զրուցակիցը Կարինե Դուլյանն է, ճարտարապետ, գեղանկարիչ, ողջույն Կարինե, շնորհակալություն, որ նախ եկաք եւ երկրորդ էլ ինձ հետ միասին լսում եք մեր եթերը։ Շնորհակալ եմ, որ հրավիրեցիք։ Ինչպես ասացի, Կարինեն ցուցահանդեսներ ունեցավ այստեղ, նախ Վաշինգտոնում, այնուհետև Լոս Անջելեսում, այստեղ Սարյան մշակութային կենտրոնում մենք ունենք փոքրիկ տեսանյութ, առաջարկում եմ դիտենք եւ հետո շարունակենք զրուցել Կարինե։ Լավ, շատ հաճելի է։ Սա այո մեր Երևանն է, սա մեր գույներն են, սա մեր տրամադրությունն է, սա մեր հոգին է, սա մեր արմատներն են։ Ես անչափ ուրախ եմ, որ այսօր այդ հնարավորությունը ընձեռնվել է եւ մենք սիրով բոլորս եկեք ողջունենք մեր տաղանդավոր նկարչուհի Կարինե Դուլյանին։ Համեցեք։ Passport DC այդպիսի event կա, որ այդ օրը բոլորը քայլում են դեսպանատներով, հյուր են գնում եւ դեսպանատները ամբողջ իրենց մշակույթն են ցուցադրում եւ Հայաստանի դեսպանությունը նույնպես պարեր, խալիներ եւ արվեստը եւ արվեստի մասը ոնց որ ինձ վրա էր, դա շատ մեծ պատասխանատվություն էր, ես զգացի ինձ մի օրով տենց արվեստի դեսպան Հայաստանի, շատ հաճելի էր։ Շալի կենտրոնն է այստեղ եւ արվեստի, այստեղ երաժշտություն կա, կրթություն, լեզվի։ Իսկ սա հենց շատ լավ գալերեա է, ցուցասրահ, որտեղ հենց ամեն ինչ արված է նկար ցուցադրելու համար։ Շատ սիրում եմ իր արվեստը, որովհետև նախ իհարկե Երևանցու համար շատ թանկ են բոլոր այս շենքերը, բակերը, շատ հարազատ են։ Ես ինձ շատ դուր է գալիս իհարկե գույները եւ որ շատ կենսուրախ արվեստ է Իրանը։ Շատ սիրում եմ Կարինեի արվեստը, Իրան հաջողություններ եմ մաղթում։ Երևանը, որը մենք բոլորս գիտենք եւ բոլորս հիշում ենք, Գարիշոկերի արվեստով կարողանում է շատ սիրուն ձևով ցույց տա քաղաքը, ինչպեսին որ այդ քաղաքը կա իրականում, այն պատշգամբները, լվացքը փռված, այն կյանքը, որ մեր իրականությունն էր եւ այն մարդկանց, ովքեր որ այնտեղ ապրում են ու նկարներին նայելով մենակ ջերմանում ես նորից ու կարողանում ես Եվ այսպես Կարինե, ժողովուրդը տպավորված էր, այցելուները, մենք էլ ենք այնտեղ, ձեր գույները, ամեն ինչ շատ տպավոր չէր։ Հիմա կուզեի ձեր տպավորությունը մեր, այսպես ասած, հանդիսատեսից, մեր համայնքից եւ ընդհանրապես նաեւ կուզեի մանրամասն խոսենք Վաշինգտոնի ցուցահանդեսի մասին։ Դե ինչպես միշտ ինձ շատ հաճելի է այստեղ գալ, որովհետև հատկապես իհարկե այս պահի դրությամբ LA-ում ինձ հայ մարդիկ են գալիս իմ ցուցահանդեսների եւ այն կարոտը, որ իրենք ունեն Երևանի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ, որ առնում են իմ նկարներից, իրանց հայացքների մեջ այդ ուրախությունը, ջերմությունը ինձ շատ է էլի ոգևորում եւ ուրախացնում։ Եվ դա շատ կարևոր է ինձ համար, բայց նախորդ ցուցահանդեսում Վաշինգտոնում բացարձակ մեծամասնությունը հայեր չէին, շատ մեծ հոսք էր մարդկանց, տարբեր ազգերի եւ
այսպես անընդմեջ մարդիկ գալիս էին, անցնում էին եւ նայում էին եւ ինձ շատ ուրախացրեց, որ բոլոր ազգերի մարդկանց հայացքներում ես ինչ-որ sense ջերմություն զգացի միանգամից, որ տեսնում էին, իրանք ուզում էին մոտենալ, ավելի մանրամասն նայել եւ նոր Տեսեք, երբ որ հայերն են գալիս, հատկապես երևանցիները, այդ կտուրները, ինչ որ հիշողություններ, նոստալգիա է, ես դա տեսա բոլորի դեմքում, այնտեղ եւ նաեւ որ երկուսը մեր ձեր այցելուներից հենց այդ էին նկարագրում, թե ինչ հիշողություններ, ինչ ջերմություն են զգում այդ ձեր նկարները դիտելուց։ Բայց օտարների համար ինչպես է դա։ Նրանք ինչ են տեսնում այնտեղ։ Այ օտարներին Երևանն է եւ ոչ միայն Երևան, գիտեմ որ դուք Գյումրի էլ ունեք, չէ՞ նկարներ։ Իրականում ես ոչ միայն քաղաքներ, նաեւ ինչ որ մտածածին տեսարաններ, տենց պեյզաժներ, ծաղիկներ, շատ բաներ եմ նկարում եւ նույնիսկ абստրակտ, որոնք ուղղակի գույների համադրություններ են։ Եվ մարդկանց համար անկախ ազգությունից որոշ գունային համադրություններ ուղղակի ուղեղի վրա շատ են ազդում մի ուրիշ ձևի, նույնիսկ այդ դրա մասին ուղեղաբանների, նեյրոգիտնականների կողմից հետազոտություններ են արվել, որոշ տեսարաններ, բաներ, մարդիկ որ նայում են, շատ ավելի ակտիվանում է ուղեղի որոշ մասերը Եվ այդ իզուր չի էլի, որ ասենք օրինակ ռոտկոն այդպես գծերով ուղակի իրա տենց հայտնի է դարձել, դա ուղակի մարքեթինգ չի, ուղակի մարդիկ նայում են եւ այսպես հա ուզում են նայեն այդ նկարին։ Եվ օրինակ իմ նկարների մեջ շատ գույնի վրա է ակցենտը, իհարկե ես գրաֆիկա եմ անում, սև ու սպիտակ, բայց ավելի շատ իմ գույները սենց մեջիցս բան են անում, էլի ուզում են անպայման ես գույներ օգտագործեմ եւ մարդիկ հենց Շատը այդ էին ասում, այս ինչ հետաքրքիր գունային համադրություններ են արտասահմանցիները հիմնականում, էլի դրա վրա են շեշտը դնում, այս ինչ հետաքրքիր գույներ են, այս ինչ վառ է, այս ինչ ուրախ է, եւ ընդհանրապես բոլոր մարդիկ ոնց որ իր կարծիքը համընկնում է բոլորի, որ դրական ու պոզիտիվ են, էլի իմ նկարները, ինչ որ sense բան դրական էմոցիաներ առաջացնում։ Եվ անցնելով այդ դրական էմոցիաներին, տեսեք, ես ճիշտ է արվեստագետ չեմ, նկարիչ չեմ եւ այդպես ինձ չեմ վերապահում իրավում գնահատականներ տալու, բայց հիմա կարծես թե թրենդային է դարձել այնպիսի գործեր, որոնք այդքան էլ դրական, այդպես բարի դրական էմոցիաներ չեն առաջացնում։ Դա ինչպես հասկանալ։ Մտածել եք այդ մասին։ Այո, իհարկե, ես դա իմ մտածելու գլխավոր թեման է։ Չգիտեմ, գլուխը կտրել, այսինքն ավելի այդպես բացական։ Պահին արվեստը ոնց որ սկսեց գնալ այն ուղղությամբ, որ ոնց որ փորձեր ստուգեր ինչ սահմաններ, ինչն է արվել։ Էս էլ կարանք սրա համար բան հանդիսատես բերել, վաճառել եւ այլն։ Ու ասենք, չգիտեմ, կտրած ակուլա կամ պատին կպցրած բանան եւ այդ ամեն ինչը պրովոկացիա է իմ կարծիքով, առաջացնում է ինչ-որ մտքեր, վեճեր եւ այլն, դա ինչքան ավելի շատ շուխուր, այդքան լավ։ Բայց իրականում իմ կարծիքով, իմ անձնական կարծիքն է դա եւ ինչ-որ զգացմունքներով նենցա ոնց որ դա իրականության հետ մեծ կապ ունի, որ արվեստը նրա համար է, որ մարդուն օգնի, բուժի եւ լավ էմոցիաներ պատճառի։ Այսինքն եւ ես զգում եմ, որ այդ արվեստի ճոճանակը, որ գնաց է հասել այն ինչ-որ sense абսուրդի դաշտ, հիմա ուզում է արդեն sense ուղևորվի դեպի հետ վերադառնա եւ էլի արվեստը մտնի այն տարածք, որտեղ, ասենք, նայելով ինչ-որ արվեստի գործի, նկարչության մասին է խոսքը, բայց իհարկե ոչ միայն երաժշտության մեջ նույն բանը տեղի ունենում, գոյություն ունի հորմոնիա, որը մարդու ուղեղին ավելի հաճելի է, դա ֆիզիկական օրենքներ են, ֆիզիկայի, դրա հետ չենք կարող վիճել, էլի, գունային համադրություններ կան, ինչ-որ տեսարաններ եւ ֆորմաներ կան, որոնք ավելի հաճելի են դիտելու, եւ մարդը նայի ու հաճույք ստանա ու լավանա ու իր նեռվային համակարգը հանգստանա, էլի։ Ես կարծում եմ, որ արվեստը հիմա sense տեն են շարժվում այդ ուղղությամբ, բայց ես իմ կողմից աջակցելու եմ, որ այդ ուղղությունը արագանա եւ իմ կարծիքով հայերը, հայ արվեստը եւ հայ մարդիկ շատ մեծ դեր կարող են դրա մեջ խաղալ եւ Հայաստանը կարող է դառնալ արվեստի կենտրոն, որովհետեւ հայերի մեջ շատ կա այդ էսթետիկայի զգացմունքը։ Իմ կարծիքով դա դրա հետ է կապված, որ մենք շատ գեղեցիկ երկիր ունենք եւ անդադ փոքրուց նայում ենք Արարատին։ Հայաստանի մասին ասացիք, հետաքրքիր է, որքանով է գնահատված հայ արվեստագետը Հայաստանում այսօր։
Եվ նաև որպես գիտեմ, որ դուք ճարտարապետ եք, որպես ճարտարապետ էլ խնդրեմ պատասխանեք այդ հարցին։ Որպես ճարտարապետ ես մտա այդ արվեստի միջավայր լրիվ սենց կողքից ու ընդհանրապես այնտեղ գրեթե ծանոթներ չունեի։ Եվ սենց իմ համար դա ուրիշ աշխարհ էր։ Ես սովորեմ ճարտարապետների հետ ամբողջ կյանքը շփվել։ Եվ տեսա, որ շատ մարդիկ կան եւ շատ գործունյա ու ոնց որ գնալով իրանք sense այդ մատորչիկները կամած միանում են ու բոլոր տեղերում ինչ որ բան է տեղի ունենում։ Հիմա Հայաստանը իմ կարծիքով արվեստի ուղղությամբ ծաղկում է, որովհետեւ փողոցում ինչ որ բան հանրային վայրերում նկարել, ինչ որ տենց արվեստի հետ կապված իվենտներ շատ են շատացել եւ ինձ թվում է նկարիչները առաջ շատ ավելի пассив էին ամեն մեկը իր արվեստանոցում նստած իսկ հիմա եւ սոցիալական ցանցերի շնորհիվ եւ ինչ որ այդ Երևանում եւ Հայաստանում աճող այդ ակտիվության վայբի շնորհիվ ինձ թվում է շատ են ակտիվացել հիմա ու ես շատ ուրախ եմ դրա համար ուզում եմ որ գնալով ավելի ու ավելի sense Մի հարց էլ տամ, չեմ ուզում քաղաքականացնեմ, բայց այնուամենայնիվ տեսեք Հայաստանում եւ նաեւ այստեղ մենք զգում ենք որ ինչ որ այսինքն դա միշտ է եղել սովետի ժամանակ էլ հետո էլ եւ այլն այսօր մի տեսակ այլ գաղափարախոսական այդպես քարոզչություն ասեմ կամ ճնշում ասեմ գնում է ասենք բոլոր ոլորտներում համոզված եմ նաև արվեստի ոլորտում թատրոնի եւ այլն այսինքն այս գործը պետքա բեմադրել այս գործը պետք չի բեմադրել այսինքն խրախուսվում է այն ինչ որ իրենք են ուզում նույնը օրինակ նկարչության մեջ այդպիսի բան զգում եք կամ ընդհանրապես կա այդպիսի երևույթ թե նկարիչները ասենք Ես նկարչության մեջ ճիշտն ասած չեմ զգացել նկարիչները դա ամբողջ ժողովուրդ են ու ես նկատել եմ որ նկարչության մեջ հայտնվել են ինչ որ հատուկենտ առանձին դերակատարներ, որոնք բոլորին հավաքում են, օրինակ FT-NFT կազմակերպությունը, որը կազմակերպում է այդ բացօթյա նկարչությունը, այդ շշերի հավկիթի վրա նկարազարդել եւ այլն։ Հետո Art Quartal-ը ասենց զարգանում, Art Embassy-ն իր շուրջը հավաքում։ Մի խոսքով ասենց վուճուր բաներով չեն արկելում նկարել։ Դա տես խոսակցություններ կա, բայց ով կարող է արկել։ Չէ, արտիստները ըմբոստ են, ինձ թվում է ոչ ոք չի ենթարկվում, ամեն մեկը իր բանն է առաջ բրդում։ Այո, կարելի է գիտեմ որ դուք առաջին անգամ չեք ցուցադրում Միացյալ Նահանգներում 2023 թվականին էլ եք եղել, երևի այլ առիթներ եք ունեցել։ Տարբերություն կա հայաստանյան, ուրեմն մեր հայրենակիցների ովքեր որ այցելում են ձեր ցուցադրությանը եւ այստեղի Սփյուռքի, թե նույն զգացողությունն է։ Չէ, նույնը չի ամենևին։ Դե Հայաստանում մի քիչ բոլորը շատ սենց ինձ ավելի ծանոթ եւ մտածելակերպով միանման են։ Այստեղ տարբեր Սփյուռքի տարբեր վաղուց գաղթածներ, չգիտեմ, տարբեր երկրներից գաղթածներ, նոր գաղթածներ եւ բոլորի մոտ մի քիչ տարբեր ձևի է մտածելակերպը եւ դա շատ հետաքրքիր սենց մոզաիկա է գույնավոր գույնս գույն իհարկե Երևանում դա իր բանը հաճույքը կա դրա մեջ որ քո կոմֆորտ զոնայի մեջ ես քո նման մարդկանց ես հիմնականում հանդիպում իսկ այստեղ մի քիչ ավելի sense լայն է այդ բանը այո բազմազանություն կա բնականաբար գիտեք մենք այսինքն նկարիչների հետ երբ որ ինքը զրուցել եմ բազմաթիվ անգամներ իրենք ասում են որ մենք պարփակված ենք մեր արվեստով, այսպես մեր լեռների մեջ կամ ասենք մեր կտուրների մեջ, այդ երբևէ մտածել եք այդ մասին, որ ասենք դուրս գանք, թե այդպիսի սահմանափակում դուք անձամբ Այո, իհարկե, սահմանափակված ենք, չեմ ուզում վատ բաներ ասեմ այն նկարիչների մասին, իմ եղբայրներն են, բայց հա, մենք շատ sense ոնց որ մեր սոկի մեջ ենք եփում ու նենց որոշ տեղեր նայելով հայ նկարիչներին մտածում ես երևի այս մարդիկ նույնիսկ բան համացանց չեն նայում, էլի ոչ միտեղ ոչ մի նոր բան չեն հետևում, բայց դա փոխվում է եւ ես ինքս էլ ինձ վրա աշխատում եմ, որովհետեւ ես հա այդ ամեն ինչը հասկանալի է Երևան, բակեր, շենքեր, բայց օրինակ հիմա լրիվ իմ մոտ ուրիշ փուլ է, ես ավելի դեպի абստրակտն եմ ձգտում եւ ինձ թվում է որ պետք է մի քիչ ամեն ինչը տեսնել եւ հետաքրքրվել ու համաշխարհային արվեստին հետեւել։ Ցուցահանդեսի օրը կարծես մի միտք այդպես որսացի, ասացիք որ ուզում եք Եվրոպա, նաեւ Եվրոպան գրավել։
գրավեմ։ Ինչ պլաններ ունեք։ Հա, դե եթե ստացվի Վիեննայում ցուցահանդես անել, այդպիսի հնարավորություն կա եւ իհարկե դա կլինի ոնց որ դեպի այն կողմը մեծ քայլ, ես Եվրոպան շատ եմ սիրում, Եվրոպայի մարդ եմ ինձ համար դա շատ կարեւոր բան կլինի։ Ձեզ հաջողություն եմ մաղթում իհարկե, նաեւ ցուցահանդեսը ավարտվեց, թե դեռ շարունակվում է այստեղ մարդիկ տեղեկություն փոխանցեն իր այնակիցներին, եթե դեռ շարունակվում է օրինակ ցանկություն ունեն գնելու կարող են գնալ։ Չէ, ճիշտն ասած դա միայն այդ երկու օրն է, շաբաթ կիրակի, որտեղ մնացած օրերին այստեղ մարդիկ այնքան զբաղված են, իմաստ չունի այստեղ ուրիշ օրերին այդ երկու օրներ եւ հետո գալերիան ուրիշ պլաններ ուներ։ Այո, ես բոլորին բաժանում եմ այսպիսի իմ կոնտակտներով իմ Instagram-ին, մեկ էլ ուզում եի ասել, որ այս ցուցահանդեսում նաեւ ես ուզում եմ ներկայացնել գրքասեր կազմակերպությունը, որը շատ լավ բան է անում, on-line աուդիո գրքեր է դնում բաց ազատ, բոլորը կարող են օգտվել, իրանք այդ գրքերը ձայնագրում են։ Շատ լավ նախաձեռնություն է, մենք իդեպ տեսանյութ, այսինքն մենք ռեպորտաժ ենք պատրաստելու այդ մասին, ձեր շնորհիվ եւ մեր հաջորդ թողարկմանը ցույց կտանք։ Ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ, մերսի ձեզ էլ։ Շնորհակալություն եւ նաեւ ձեր շնորհակալություն, սիրելի այնակիցներ, մեզ դիտելու համար։